Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի տաղավարում ձեզ տեսնելու համար։ Պարոն Պողոսյան, սկսենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, որից հետո նոր կվերադառնանք Հայաստան եւ խոսենք մեր խնդիրների մասին։ Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը կրճատել ռազմական ծախսերը 8.6%-ով, այսինքն 7.969 միլիարդ մանաթ։ Տեղեկատվության համաձայն ծախսերը 2026 թվականին կանխատեսվում է 29%-ով կրճատել։ Սա ինչի մասին է խոսում եւ արդյոք այսպես ասեմ, երևի թե հարցս այնքան է արդեն կուտակել, որտեղ հենց այնպես չի արվում այս ամեն ինչը, որ էլ տեղ չունեն, հնարավորություն չունեն։ Ինչն է խնդիրը։ Ինչու է կրճատում։ Մենակ Ադրբեջանցի հայտարարություն արեց, որ կրճատում, Հայաստանն էլ ասաց։ Հայաստանն էլ է։ Դե մենք էլ ասում ենք, մենք զենք չունենք, ինչու է կրճատում, մեր հնարավորություն է։ Իսկ ինքը ինչու է կրճատում, այնքան շատ է դիզել դրա համար, թե սա ուղղակի Ադրբեջանը համակարգը բանակի ծախսերի հետ կապված մի քիչ մեջ, այսինքն ոչ թե մի քիչ, մեծ տարբերություն կա։ Նայեք, վերցնենք այն տոկոսները, ինչ որ ասում է Ալիևը։ Հիմա իրանց ամբողջ իրանք բյուջետը կազմում է մոտավորապես 5 միլիարդ դոլար։ Համենայն սկսվում է այդ կրճատումներ 26 թվականից մինչև 29 թիվ։ Մինչև 29 թիվ եւ 30 թվական արդեն 2030-ին պետք է ունենան իրենց ուզած ուրեմն Տեկուս պատկերացնենք այս տոկոսները, որ կրճատում է, ծախսերի հետ կապված։ 5-ից դառնում է 4.5։ Շատ։ Այսինքն դեռ մոտավորապես 400 կալկուլյատորով հիմա չեմ նայել, ինչ կան, մոտավորապես քանի որ մաթեմատիկայից հեռու չեմ, ուրեմն մոտավորապես կազմում է 4 միլիարդ 400 միլիոն։ Ճիշտ ասած, ես տեղեկությունը հանել եմ համացանցից, այնտեղ 2026 թվականին կանխատեսվում են մինչև 8.715 միլիարդ մանաթի մասին է խոսքը։ Իրանց բյուջետը այսօր 5 միլիարդ դոլար։ Ոչ 8 միլիարդ 715։ Հիմա պիտի չգիտեմ կուրսով ինչ կանա դառնում, բայց դոլարով ասում եմ 5 միլիարդ։ Այն կրճատումները, որ տոկոսներով դրանք հայտարարում են անելու են իբրև չնչին են եղել է 5 միլիարդ դառնալու է 4.5 այսինքն չնչին են այսինքն 400 միլիոն բան չի որոշում եւ հայտարարությունը այդ դեպքում ինչու է արվում չէ մի վարքյան դա կարելի նայեք ես ասում եմ ես համակարգի մասին սենսնես չեմ ասել դրանք ոնց են զենք են առնում ինչ որ հիմա մենք 5 միլիարդի մասին գիտենք մենք գիտենք պաշտոնական այդ օֆիցիալ Հիմա Հայաստանն էլ է հայտարարել, հիմա տոկոսները չեմ հիշում, բայց ես որ նայեցի, խոսքը նա եթե մեր մոտ եղել է մոտավորապես 1 միլիարդ 800 միլիոն, մոտավորապես, նու դառնալու է մոտավորապես, չէ, 800 չի եղել, 1.6 օֆիցիալ, դառնում է 1.3 Բայց բոլոր դեպքերում 3 անգամով էլ դրանք առաջ են Դա շատ լուրջ թիվ է, հասկանում եք։ Միշտ էլ այդպես։ Մանավանդ ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան շատ sense մեծ գներով չեն ցախվում։ Մենք Ռուսաստանից ոչ մի բան չենք ստանում։ Եթե դաժե ստանանք, այսքան էլ մեզի պետք չի, որովհետև նու sense ասեմ, դա sense միջին զենքն է, իժանոց, բայց ոչ էֆեկտիվ այսքան։ Այսինքն ռուսական զենք դուք կարաք օգտագործեք sense, գիտեք ոնց։ Շատ բիդ օգտագործեք, որ հասնեք ձեր նպատակին։ Ասենք ձեր նպատակին։ Եվ մենք դրանք էլ արդեն են մի քիչ թանկանոց զենք, բայց ավելի էֆեկտիվ զենք են դառնում։ Այսինքն հիմա ասում ենք իրանց համակարգի հետ կապված, նայեք։ Մենք միշտ ասում ենք, որ Ալիև ընտանիքի Պաշաևներ եւ Ալիևներ ունեն բազմաթիվ քանակով օֆշորային կամպանիաներ, չէ՞, կազմակերպություններ արտասահմանով Բրիտանիայում, Իտալիայում, չգիտեմ որտեղ Բայց մի բան հասկանում սա ասում են էդի բան, կոռուպցիական սխեման է։ Ես մի հատ բան ասեմ հետաքրքիր։ Ուրեմն 90-95% այս օֆշորային կամպանիաներ օգտագործում են սև շուկայական զենքի հետ կապված։
Սև ձևով են արտում։ Մենք դեպքեր ենք ֆիքսել, որ խոսքը օրինակ Ադրբեջանը ուղարկում է Իրան ինքնատիպ մի հատ աֆրիկական երկիր, ու Իրան տալուց են մի հատ ստատուս, իբրև դիվանագետներ են գնում, դեղ արդեն դու չես կարող այդ ինքնատիպի մեջ մտնես, ստուգես, դեղ ինչ են դնում։ Բայց գնում է, նստում է Աֆրիկայում, զենք են լցնում, բերում է հետ։ Ու fly list-ի մեջ բան կա, որ թողնում ես, դե fly list կա կոչվում, այդ բան, փաստաթուղթ է, որ դու լրացնում ես, ինչ ես ստանում։ Ինքը գրում է պետական փաստաթղթեր։ Այսինքն դիվանագետներ են ուղարկել, կոնտեյներներով, չգիտեմ ինչով, ու սենց լիքը դրանք բաներ։ Վերահսկողություն չկա այդ դեպքում։ Դու չեք կարող մտնեք, ոնց որ դուք չեք կարող մտնեք դեսպանական ավտո չեք կարող կախնացնել, չէ՞, դե կարմիր համարներով գրացա, խոսքնակ Ամերիկա ավտոն քշում Երևանում 01 իրավունք չունես կախնացնես։ Էդի բանն է, Ամերիկայի ավտոն է, Ամերիկայի տարածքն է, բան։ Նույնը այդ դիվանագիտական ինքնաթիռը։ Նույնը։ Այդ առաջին, երկրորդ սև շուկայում դրանք շատ ակտիվ են։ Այդ դրանք ասում են խոսքի օրինակ 4 միլիարդ, 4.5, 5 միլիարդ։ Էդի օֆիցիալ բանն է։ Բայց ոչ օֆիցիալ։ Էլ աստված բանը ինչ կան այնտեղ։ Հիմա որ մենք ասում, բայց մենք սենց ենք ասում, մեր կահապար։ Մենք օֆիցիալ ենք ասում, մեր թվերը լրիվ իրական են։ Մենք դեմոկրատիա ենք, բայց ինչ չենք ունենք։ Չէ, մենք սենց բան, չէ, էդի բանն է, դեմոկրատիան նստած հրապարակում։ Ինչ դեպ շուկա։ Սաղ պետությունները էս պահին, քանի որ զենք զինամթերք բավարար չի հիմա, սաղ պատերազմին են պատրաստում, սաղ պետությունները։ Հիմա մեծ մասը արդում են սև շուկայում, ու սև շուկայում լիքը բաներ կան։ Ու Ադրբեջանը վաղուց, մոտ մինիմում 20 տարի սև շուկան օգտագործում է։ Դրա համար ինքի որ կրճատում ասել 400 միլիոն, մոտորապես 500 միլիոն։ Էդի նայեք, այսինքն 5 տարվա մեջ, ընդամենը կազմում է 400 միլիոն, բայց դեռ գնացա ոչ թե միայն պաշտպանության համար, անվտանգության հետ էլ կապված, այսինքն ռազմավարական կոնտրոլ, բայց նայ, խոսքը օրինակ, եթե մենք վերցնենք Ամերիկայի հատուկ ծառայություններ, CIA-ում վերցնենք CIA, դրանք ունեն բյուջետ։ Իրանց բյուջետը մոտորապես էդի 300 Հայաստանի բյուջետն է։ Ամբողջ։ Մոտորապես 1.4 ռուսական բյուջետն է, ընդհանուր։ ՆРՎ-ի մասին եմ ասում ես։ Ուրեմն Ամերիկան ստանում օֆիցիալ բյուջետ Իրան հատուկ ծառայություններից, կա ոչ օֆիցիալ բյուջետ, Իրան պաշտպանության նախարարությունից են ստանում հատուկ ֆոնդեր կան։ Հասկանում եք։ Նույն Ադրբեջանում։ Ինչ որ դրանք պաշտոնական ասում են, դա չի նշանակում իրականությունը դա։ Այսինքն մենք պիտի շատ զգուշ լինենք։ Դրա համար մեր հետախոզները պիտի աշխատեն։ Բայց քանի որ չնայած որ բարի փոխումներ են արել, ԱԱՑ-ի երկու մաս են բաժանել մի հատ արտաքին հետախոզության մատել հակախոզության մնացել դեր Ալբանիայում, չնայած որ բարի փոխումներ են արել, բայց ընդհանուր համակարգը մեր մոտ շատ թույլ է։ Հիմա Ադրբեջանը վերջացնենք, հետո խոսենք մերի մասին։ Հիմա այս հայտարարությունները ինչի համար են։ Դրանց պետքա որ ում համար են արվում այդ հայտարարությունները։ Մեր համար ինքնությունների հետ կապված։ Այսինքն հետ հատուկ այս ամեն հայտ ամբողջը արվում է Երևանի համար։ Միայն Երևանի համար։ Կրճատումներից անում անպայման չպիտի հայտարարես, չէ։ Եթե հայտարարում ես այս տիպի բաներ, ուրեմն պիտի ցույց տաս, չէ, ինչ նպատակ կա։ Էդի կապված միայն ընտրությունների համար, նայեք։ Ընտրությունների համար, այսինքն որ Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի։ Այո։ Խոսքնակ պատկերացրեք Պողոսյանն է գալիս։ Պողոսյանը դու կկարաս Սյունիքի մասին խոսած։ Պողոսյանը հարցը բարձրացնելու Ղարաբաղի հետ կապված։ Սյունիքի ասելու եմ, չէ, ինչու նայեք, հիմա մենք որ խոսում ենք Ալիևի հետ կապված, մենք պիտի Ռուսաստանի մասն էլ չմոռանանք։ Մենք դրան էլ կանրադառնանք, եկեք այս զենքի հետ կապված ծախսերը վերջացնենք։ Լուրջ ուշադրություն մի Իսկ Հայաստանում համար է այդ հայտարարությունը անում, ներքին լսարանի թե իբրև մենք էլ չկրճատում ենք։ Բաներ են հայտարարում, իբրև գնում հասկանում եք, քանի որ մեր իշխանությունն ունի շատ ցածր մակարդակ ունի, դրանք չեն հասկանում պատերազմը ոնց են պատրաստում նախորդ։ Այս տիպի Ալիևի պատրաստումը։ Նայեք, 5 միլիարդից
$400 միլիոն ոչ մի եղանակը չի կազմում։ Այդ առաջինը։ Երկրորդ, ես ասում եմ, դրանք ունեն բազմաթիվ կազմակերպություններ, որ աշխատում են դրսում ու զենամթերք ստանում են։ Սև շուկա հետ։ Այդ առաջինն է։ Երկրորդը, եթե Ալիև ասում է, ես կրճատում եմ այդ ծախսերը, ո՞նց է ստուգելու։ Կարաք ստուգեք։ Նիկոլ կարա ստուգի, իհարկե ոչ։ Ով է ստուգելու։ Ոչ մեկ էլ չի ստուգելու, ոչ մեկ էլ չի ասելու։ Սուս-պուս բերել են, լցնելու են։ Դրանք ամեն ինչ անում են, այստեղ երկու նպատակ կա, որ մենք հավատանք ու հանգիստ մնանք, որ իբրև իրոք հաղորդության ճանապարհով է գնում, այդ առաջինը։ Երկրորդ բանը իրանց նպատակը ու ամենակարևոր գլխավոր նպատակը, որ այս իշխանությունը մնա իշխանությունում։ Բայց այդ չի նշանակում խաղաղություն ալնելու։ Այսինքն այս մոմենտով իրանք շանս ունեն հաղորդության պայմաններում այդ ամեն ինչ ստանան առանց պատերազմի։ Եթե հանգարց չեն ստանում ինչ որ ուզում են, իհարկե պատերազմը լինելու է, այդ միանշանակ։ Բայց այդտեղ երրորդ բան է բացում, դրանք հասկանում են, քանի որ այս կառավարությունը շատ թույլ է ու մեծ փորձ չունեն, այսինքն ոչ ընդհանրապես փորձ չունեն, ու չեն հասկանում պատերազմը ինչ է, ճգնաժամային բաների ինչ է, ոնց պիտի աշխատես այս ծանր իրավիճակում։ Ինչ պիտի արվի, պաշտպանության օրենքի մասին, չնայած մենք ունենք պաշտպանության մասին օրենք, բայց դրանք դերխաբար են, բաները չեն հասկանում, այս վերջի պատերազմը ցույց տվեց, ես իմ աչքով եմ տեսել, որ դրանք չեն հասկանում, ոնց պիտի աշխատեն։ Դրա համար ենք հասկանում, եթե սենս չեմ ստանա, այսինքն ուրիշ ճանապարհով ստանան, դրանք էլ թույլ են։ Դրանք պահում են Պապիկյանին, պահում են գլխավոր շտաբ պետին, իրան տեղակալները, ու դրանք շատ լավ ինֆորմացված են, որ դրանք թույլ են ու բան չեն կարող անել։ Բացի դրանից, դրանք հասկանում են, քանի որ մենք լիքը զենք ենք առնում, նու լիքը չէ, նու Հնդկաստանից մենք էլ ենք մեր պահեսներում։ Չէ, մոռացիք պահեսների մասին։ Որպես Հիմա դուք ուզում եք ասել, որ ես ասում եմ ձեզ հետևյալը, նայեք, ուզում եք 1000 հատ հրետանի արեք Հնդկաստանից։ Ուզում եք, չգիտեմ, 20 հատ BTR BMP արեք Ֆրանսիայից։ Եթե դու այդ սնարյադները ստեղ չես արտադրում, այսինքն բազմաթիվ քանակով, զինամթերքի մասին։ Այո, եթե զինամթերք չես արտադրում, ռակետների չես արտադրում, այդ ռեմոնտների գործարաններ դու չունես, ոչ մի բան չունես, դու էլի կախված ես միջև այս զինամթերք գալու դրսից։ Դրսից նորից սահմանը փակելու են։ Ինչ ես անելու, իմաստը ընդեից առնելու։ Իսկ զինվոր առանց զինամթերքի։ Մենք ոչ թե Հնդկաստանից պայմանավորվենք ընդեից զենք զինամթերք առնենք։ Գործարաններ այստեղ։ Այո, մենք պիտի ռակետների ստեղ սարքենք, հրետանների պիտի ստեղ սարքենք, մինամյոտներ, BTR, BMP թեկուս։ Հիմա այս դարում տանկերը heç պետք չի պատերազմի ժամանակ։ Մանավանդ մեր տարածաշրջանում տանկերը ընդհանրապես պետք չի։ Այսինքն երկինքոտ ոչ թե միայն գաղափարը փոխում է, ավելի պատերազմը ավելի առրակ է գնում, այսինքն դու շատ պիտի ակտիվ լինես, շատ մոբիլ։ Տանկերը չի թողնում դու շատ ակտիվ լինես, ինքը առրակ չի քշում, ինքը չի կարա սենց գնա տարածքներ կա, որ չի կարա մտնի իր գործերի անի, վերևից էլ տանկներ կա։ Հիմա սա 95% պատերազմը բարձրացել է վերև։ Այսինքն դու պիտի պայմանավորես Եվրոպայի հետ, Հնդկաստանի հետ, ստանաս լիցենզիան հոպի միջոցներ ստեղ արտադրես։ Մինչև մենք սկսենք ստեղ արտադրել, ուզում եք մի հատ բանն է փրկելու, ատամային ռումբ է փրկելու մեզ։ Եթե դու առնում ես զենք, զինամթերք դրսից, լավ, արել ես խոսքերով 1000 հատ հրետանի ես արել։ Լավ արդեն արել ես, ապրես։ 22 հատ BTR ես արել։ Բա պամպուշը։ Բասնարյադները, զինամթերք, ընդհանուր, որտե՞ց ես բերելու։ Էլի Վրաստանը սահմանը փակում է, Պարսկաստանը էլ է իրան բանով գնալու է 10 օրվա մեջ մի անգամ կբացի, այդ էլ հիմա հես հարցը կբացի, դա չի բացի, այդ առաջին։ Այս անգամ արդեն։ Այս անգամ, հա։ Թուրքիան պարզա մեր դիշնամինա, Ռուսաստանի հետ սահման չունենք, դեռ Ռուսաստանների մեր հետ չի։ Որտե՞ց ես բերելու, որ գնում ես այսքան փող ես տալիս, ո՞վ հարց եմ տալիս։ Ինչու այսքան փող ես, ինչ անելու այդ հասկանում եք, պատերազմի ժամանակ այդ զինամթերք
Այսքան առակ տեմպերով օգտագործվում է։ Աչքերը բացում ես, փակում ես, բացում ես, արդեն նույնպես պայսների դատար կա։ Իսկ զինվորը առանց զինամթերքի դադարում է։ Ոչ մի բան է, նայեք, ես միշտ ասում եմ, զինվոր առանց հրամանատարին, այդ ոնց որ ավտոմատը ձեր զենքը առանց պամպուշ փեդ է դառնում։ Եթե դուք ավտոմատի մեջ պամպուշ չունեք, եթե ավտոմատ չէ, փեդ է։ Ինչ ես անելու։ Նույնը, եթե հրետանի կաղնացա, բայց դու բան չունես, զինամթերք չունես կրակելու համար, ինչ ես անելու։ Այդ առաջին, երկրորդը, նայեք, մենք ծախսել ենք 140 միլիոն դոլար, արել ենք այդ ոչ մի բանին պետք չի այդ 4 հատ ինքնաթիռ, Su-30-ին։ 17 թվին գլխավոր շտաբ դեմ է եղել, մանավանդ առաջի տեղակալն է եղել, այն ժամանակ Իրալ Գասպարյանը դեմ է եղել, որ այդ սամոլյոտների առնեն հետ են կաշվել։ Ռուս հոտողություններն ինձ ասում են, այդ նույն մարդիկ, որ այդ ինքնաթիռը բերել են ստեղ, ասում են ինչո՞վ մարիկալ։ Ասում են 12 հատ Աֆրիկայում կանգնած է 4 հատ աշխարհում։ Այս ինքնաթիռը գիտեք ինչ համար է, եթե մենք Լեհաստանի հետ 1000 անգամ ներողություն եմ խնդրում Լեհաստանից, ոնց որ օրինակ եմ բերում։ Եթե մենք Լեհաստանի հետ պատերազմի մեջ ենք մտնում, հա, Su-30 կարող է պետք լինի։ Բայց այս տարածաշրջանում միջև մի հատ sense աչանում կամ ձախանում, արդեն իրան այս աչթևը Թուրքիա է մտնում։ Էդի նախ եւ առաջ շատ թանկանոց հաճույք է։ Մանավանդ 4 հատ եղանակը չի փոխվում, բայց այն ժամանակ իմ հաշվարկով, նայեք, Եկեք գովազդ մտնենք, պարոն Պողոսյան, ավարտեք գովազդային դադար հայտարարենք, որից հետո շարունակենք։ 140 միլիոնի տեղ այն ժամանակ մենք առանք առնենք 186 մեքենա, որտեղ դրոններ են բաց են տողում, ոնց որ գրադի համակարգը, ամեն մեկի մեջ 48 հատ, այսինքն 168 այդ մեքենա, որ ատես են բացատողում, կազմում է 9500 հատ ատես են, մեջն արդեն, այդ պողով, մի քիչ էլ մնում է։ Հիմա պատկերացեք, 9500 հատից հակառակորդի մոտ ոչ հրետանի է մնում, ոչ տանկեր է մնում, ոչ մի բան էլ չի մնում։ Բայց կա նաև հավանականությունը, որ նրանք կարող են հենց մեր ԱԹՍ-ները այնպես վերացնել, որ կարային։ Ուղղակի այդ տատիրները մեզ պետք է։ Մենք պիտի առնենք Su-25, հետո պիտի մոդեռնիզացիա անենք, այդ ամեն ինչ անենք, գոնե մի հատ գումբ ստեղծենք։ Մենք քանի հատ սամոլյոտ ունենք, մի քանի հատ ուղղատիր ունենք, էդի հիմա ասում, սաղ պատերազմը գնացել է վերև։ դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։
նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանը։ Պարոն Պողոսյանը, զենքերի թեման փորձենք ամփոփել, որտեվ ավարտենք, այո։ Այսինքն ես ինչ ուզում եմ ասեմ։ Փոխանակ որ 140 միլիոն դոլար ենք ծախսել։ Ես գլխավոր շտաբպետին հələ Արտակ Դավթյանն ա եղել։ Մայիսին միջև պատերազմը մնում է 3 ամիս, 4 ամիս։ Ես ասել եմ, արի կառավարություն առաջարկենք, ծախենք այս ինքնաթիռները։ Ու այս փողով առնենք բազմաթիվ կանակով ԱՏՍ-ներ, որ մեզ պետք է լինեն։ Այդ առաջինը, երկրորդը մենք մայիսին նոր այդ ինքնաթիռներ ստացել ենք 20 թիվին։ Ես ասեցի, որ այդ ինքնաթիռը, քանի որ հոտաչուներ պիտի սովորեն բաման, ժամանակ է պահանջում։ Մի մինիմալ բանը։ Ընդ որում պատերազմի ժամանակ ունեցել ենք, չէ՞, հոտաչուները խնդիր։ Նույնիսկ կանակի բանով ունեցել ենք։ Ես ասես անդրադառնում եմ թեմային։ Ուրեմն ես ասում եմ, չեն կարող օգտագործեն, քանի որ ժամը բանը տարի կես 2 տարի ժամանակ է պետք։ Այսինքն հիմա այս պատերազմը սկսում, այսին եմ ասում, 20 թիվ։ Մենք չենք կարող օգտագործենք Սու-30-ին։ Գլխավոր շտաբպետին ասում եմ բան, այս պատերազմը մենք չենք օգտագործելու, մյուս պատերազմը օգտագործենք։ Ես ասում մոռացեք, մյուս պատերազմը ինչ չի լինելու։ Եթե մենք հիմա պարտվելու ենք, հիմա պիտի մտածենք, ես ինչու պիտի ես հույս դնեմ երկրորդ պատերազմի համար։ Չեն համաձայնեն, չեն ծախես, այդ վերենգացա միջև հիմա այդ բանը։ Նորից ասում, այդ ինքնաթիռները պետք է թե Հելեղաստանի այդ պատերազմի մեջ ենք մտնում։ Ինչ որ հարց եք ասել։ Զենքի հետ կապված փաստորեն մենք սկսեցինք նրանից, որ թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը իրենց ռազմական այս ծախսերը կրճատում են։ Դուք նշում եք, որ Ադրբեջանը սա ձևական հայտարարություններ անում Հայաստանում նորից Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը ապահովելու համար, Հայաստանն էլ համարում է, որ գնում է խաղաղության եւ կրճատումները դրա հետ է կապված եւ կրճատի թե չկրճատի, եթե չունենք մենք ռազմամթերք արտադրող գործարաններ Հայաստանում, նշանակում է պատերազմների ժամանակ մենք տանուլ ենք տալու, որովհետեւ չունենք սեփական արտադրությունը եւ հնարավոր է սահմանները փակվեն, այդ զինամթերքը չհասնի Հայաստան։ Այս գործընթացների հետ կապված մենք կհետևենք ամեն դեպքում իրադարձություններին, զարգացումներին, խոսենք նաև, քանի որ խոսեցինք նաև հայկական բանակի մասին, Սուրեն Պապիկյանի Վաշինգտոնի այդ այցերը։ Ես հիշում եմ, որ պատերազմից հետո դուք խոսում եք համազգեստի փոփոխության անհրաժեշտության մասին, եւ Սուրեն Պապիկյանը դեռ 2023-ի հոկտեմբեր, նորից 24-ին հայտարարեց, որ 2025 թվականին բանակը կունենա այդ համազգեստը։ Հիմա փաստորեն այդ համազգեստի հետ կապված Վաշինգտոնում փաստորեն քննարկումներ են եղել, հանդիպումներ են եղել եւ հարցը հենց հետեւյալն է. Արդյոք 2 ամիսը բավարար է, որ նախարարը իր խոստումը կատարի եւ Ինչու եք այդքան թերահավատ, պարոն Պողոսյան, ոչ մի ոլորտում չեք տեսնում։ Քաղաքում լինում եք, չէ՞, մեկ։ Մենք զինվորներին տերում ենք մեր։ Մեկը կանաչ գույնի համազգեստով կայլում է։ Մեկը կապույտ, կանաչ, խառնոտ։ Երբեմն ոչ զինվորներն են զինվորական համազգեստով նման։ Չէ, ես ասում մեզ զինծառայողների մասին եմ ասում։ Այնը նայում ես կապիտանը քայլում է խոսքունակ ավագ լեյտենանտի հետ, երկուսով, մեկը կապույտ գույնի, մեկը կանաչ գույնի։ Ու ոչ ուստավով կոշիկներ։ Առանց գլխարկ։ Չհասկացա, դա չի բարդակ է։ Քաղաքում պիտի պատրուլներ աշխատեն, ռազմական ոստիկաններ պիտի գան ստուգեն, ինչու համազգեստը խախտում ես անում,
կոշիկների ուստավով չէ, այս բաները ինչի։ Ասում եք, ինչ 2 ամսվա մեջ դուք արեք այս մեծ մեքենամ համազգեստ սահին բաժանեք, որ բան։ Նախ եւ առաջ իրանց համազգեստներ եմ տեսել, նոր sense որ հապնում են, դա խայտարակություն է, դա համազգեստ չէ։ Այսինքն պատերազմի ժամանակ համազգեստը մեծ դեր է խաղում։ Հակառակորդին հոգի վրա էլ ազդում։ Ինչքան sense պատրաստված դենում է, չէ՞, ահա սարսուռ, չէ։ զինված Զինվորին հոգին է բարձրացնում։ Հակառակորդին որ տենում է, իջացնում է։ Աֆղանիստանում sense բաներ է եղել։ Այդ սովետական զինվորներ առաջ անգամ որ տենում են այդ մաջաղետներին, այս մուրիկովների ով այդ չամը, գեշեն չէ շատ դրանք։ Տենում են բախից ավտոմատ են կորցնում։ Ձերքից ընկնում է։ Հասկանում եք։ հոգեբանական պահ է։ Լիքը բաներ կա, որ ազդում է պատերազմի ժամանակ էլի։ Համազգեստը շատ մեծ դեր է խաղում, նախ եւ առաջ կամար պիտի հարմարեն այդ ամեն ինչը ձեմերային, աշուն, գարուն, խոսքյունակ, նայեք, ես դեպքեր եղել, ես լուրջ եմ ասում, խոսքյունակ գումարտակի հրամանատարին կամ վաշտի հրամանատարին, ասում եմ, ջերմահակուստ ունեք, ասում են, հա, ասում եմ, ակտիվա դա պոսիվա, այսինքն, ասում, ակտիվը դրա համար է ձմերում, եթե դու վազում ես, չմրսես, եթե կաղնելու ես, մրսելու ես, ինքը ակտիվը համար է, պասիվը, եթե սկսելու ես վազել, ոչ թե կաղնելու համար, դիրքում, խոսքյունակ դիրք ես պահում, դու ես մրսելու, դու որ կես ջերմահակուստ են տալիս, դու պիտի դեմ նայես, հարցնես, ակտիվ ջերմահակուստ է, դա պասիվ ջերմահակուստ է, բաներ կա, որ զարմանում ես։ Հիմա վերադառնանք Պապիկյանի խոստմանը, գտնում եք, որ սա ուշացած թե ձախողված։ Նայեք առաջ, ով է որոշել ինչ համազգեստ պիտի լինի, այդ առաջինը, ով է ասել, որ հարմարը հարմար չի, ինչ փորձ են անցել, որտեղ են անցել։ Դե քննարկումները հենց Վաշինգտոնում է եղել դուք։ Արա Վաշինգտոնի զիբիլա, որ Վաշինգտոն պիտի որոշի։ Ինչ զիբիլա Վաշինգտոն։ Այսինքն տենց։ Դուք համարում եք, որ Ես ես մի հատ բան պատմեմ, այս թեման փակենք զինվորական այդ բանակի։ Շատ հետաքրքիր թեմա։ Այո, որ մեր ժողովուրդը որ ասում են ՆԱՏՕ, ՄԱՏՕ, ՇՄԱՏՕ, բան, չգիտեմ ինչ, հենա բան պատմեմ։ Մեր գեներալները իրանց հետ ինչ են արել։ Մի անգամ մտնում են, սկսում են մեզ ձազ տալու մեր գեներալներին գլխավոր շտաբում։ Սենց մի դարվի, նենց մի դարվի, այս մի դարվի, այս մի դարվի։ Մերոնք ասում են լավ մոտենան քարտեզին, աջ կողմի դուք եք, ձախ կողմի մենք ենք։ Մենք իրար հետ պատերազմ ենք սկսել, ստեղ դուք եք պլանավորում, ստեղ մենք։ Ժամ ու կես գցում են, վերջ կետը դնում են, իրանց աչքերը ես կանում։ Մերոնք ասում են, տարբերություն կա, ինչ որ դուք եք պլանվում, ինչ որ մենք։ Դրանք ասում են չէ։ ուզում եք ասել։ Ուզում եմ ասեմ, ՆԱՏՕ-ն միշտ մեծ դաս է տալիս։ Հիմա սաղ մեղադրում են Ռուսաստան ակադեմիային ավարտել կամ բանում, մի վարքան։ Զինվորը զինվոր է մնում։ Ընդեղ էլ նորմալ են դաս տալիս, ընդեղ էլ։ Նայես դու ինչ ես վերցնում, ոչ դու մեր, նայեք, ասում եմ, մեր բանակը միշտ, միջև այդ էլ պրոցեսը կա, ուղարկում են մարդ Ռուսաստան, խոսք է օրինակ, ակադեմիան ֆրունզը կամ իրանց գլխավոր շտաբի ակադեմիան, այդ մարդը գնում անդեղ, հայերեն, ռուսերեն չգիտի։ Ռուսերեն չգիտի ուղարկում եք այդ մարդը ինչ անը, ես մի հատ գեներալից հարցրել եմ, ասում, բա ոնց ես սովորել, ասում ես չեմ սովորել, կանյակն է սովորել, այդ առաջինը, հասկանում եք, այսինքն ես ինչ ուզում եմ ասեմ, ՆԱՏՕ-ն շատ հարուստ, շատ զոր պետություններ են, այսինքն ՆԱՏՕ-ն, նույնը Վաշինգտոն, Ամերիկան, դրանք միջոցներ ունեն, տեխնոլոգիաներ ունեն, բազմաթիվ քանակով փող ունեն, փողի խնդիր չունեն, բայց մի հատ ասեք, վերջի ժամանակ 45 թվից հետո ավելի ուժեղքամ միասնալ նախագծեր պետությունը այդ պատերազմի մեջ մտած կան դրանք, իհարկե ոչ։ Խոսքինակ հարձակում Լիվիայի վրա, մի հատ էսկան Լիվիան, ամբողջ ՆԱՏՕ-ն, 380 միլիոն Ամերիկա, 500 միլիոն Եվրոպան։
Ինչ բանակա այդ ուժերը տապում է մտնում են Լիվիան։ Այն էլ զորով վերցնում են։ Նույն ՆԱՏՕ-ն մտնում է ամբողջ իր ներուժով վերցնում են Իրաք։ Նույնը ամբողջ այդ ՆԱՏՕ-ն գալիս վերցնում Աֆղանիստան։ Մենք էլ միշտ ՆԱՏՕ-ին ասում ենք. դուք միշտ պատրաստ եք տանում ավելի թույլ պետության դեմ կամ դուք։ Այ եթե դուք մեծ ճանապարհը ցույց տաք, ոնց ավելի ուժեղ պետության դեմ դու պիտի կրվես։ Այդ ուրիշ բան է։ Մենք միշտ պատրաստ ենք տանում ավելի ուժեղ պետության դեմ։ Այդ որ ասում ենք ՆԱՏՕ-ն մեր համազգեստն է որոշում, ՆԱՏՕ-ն ով է։ Մեր զինվորը, մեր հրամանատարը դիրքերում, դաշտում, պիտի ասա, հարմարը դա հարմար չի։ ՆԱՏՕ-ն ինչ է, որ կարող է ՆԱՏՕ-ն ասում է շատ լավ է, իմ համար նորմալ է դա։ Մեր հրամանատարը, մեր զինվորը հակում ասում են, չէ, նորմալ չէ։ Այսինքն Ամերիկան ինչ։ Այսինքն դուք այլ առաջարկ ունեք, դա էլ պետք է Հայաստանում արտադրվի, դա Այո, էլ պետք է միայն, Հայաստանի միայն, դիզայներներ, մասնագետներ քննարկումների արդյունքում։ Ինչ քննարկումներ դու դանես քո հրամանատարների հետ։ Կարող եմ եք դիզայն չունենք, բան չունենք։ Ես Բելգիայում ասեմ, մի հատ հայ տղա կա, ՆԱՏՕ-ի համար այդ համազգեստ արտադրում։ Շատ ինտիր։ Քանի անգամ առաջարկել ենք, նույն ՆԱՏՕ-ի համար արտադրում, ինքը համ դիզայն անում, հենց կտորները սենց բանից է սարքած, այդ հայկական մի հատ բան կա։ Ինչ որ մատերիալ կա, այդ մատերիալից է սարքում, էդի ետնից վերցնում այդ մատերիալը։ Երկաթել են սարքում այդ մատերիալը, ինքը դրանից համազգեստ է սարքում։ Ոչ երում է, ոչ տրճվում է, ձմերը իրան տակապահում ամառում շատ հով։ Առաջարկել ենք, չեն ընդունել։ Մենակ ես չեմ արել, Լովո Զորաբյանն էլ առաջարկել մի ժամանակ, էլ չեն ընդունել։ Մեր ընդհանուր տղա է։ Ուզում եմ ասել, մեր հրամանատարը, մեր զինվորը պիտի որոշի, համազգեստ լինի, զինվորամատուտելիքներ պիտի լինի, ինչ, չգիտեմ, զենք, զինամթերք, համազգեստ, դեղեր, ամեն ինչ մենք պիտի արտադրենք Հայաստանում, որովհետև մենք միշտ վտակի տակ են գտնվում, կարող մի օր սահմանը փակում են, ինչ ենք անում, մոդին էլ կասի կներեք, սահմանը բացեք բերեմ, պատրաստ եմ, ձերի էլ կտամ մի միլիոն հատ, սահմանը բաց, դու էլ սահման չես կարող բացես, ստեղ էլ բան չես արտադրում, ավելի լավ չի դու գնաս Ֆրանսիայի պայմանավորես Մակրոնից, ասում ես ուզում ես մեզ փրկես, ուզում ես օգնես, արի ստեղ գործարան բացենք, ստեղ արտադրենք, լիցենզավորված, Չինաստանը ոնց անում, ինչ որ սկսել են անել արտադրել, հիմա իրանց սեփական են արտադրում, չէ, բայց միջև այդ 20 տարի լիցենզավորված նույն Հնդկաստանը, միջև հիմա լիցենզիա է ստացել Ռուսաստանի զենքն արտադրում, հետո կամաց զարգանում է իրանց զենքերը արտադրում։ Գնա մոդի այդ պայմանավորից դե գործարան դնեն, գնա Ֆրանսիայի հետ պայմանավորի, Գերմանիայի հետ պայմանավորի, նույնը Ռուսաստանի 20 տարի չեք պայմանավորից դե մի հատ գործարան դնենք այս շերը։ Չես պայմանավորվել, թե ամեն դեպքում։ Չէ, չեն ուզեցել, ինչու։ Ռուսաստանը ոնց է աշխատում։ Ռուսաստանը ասում է էդի բանն է, 1 միլիոնն է։ Մենակ ասում են 50։ Պարոն Պողոսյան, 2026 թվականին կանդրադառնանք այս հագուստի հետ կապված, գուցե Սուրեն Պապիկյանը փորձի 26-25 նկատի ունեմ ավարտվում է արդեն 2 ամսից հետո։ Այդ 2 ամիս ժամանակ ամեն դեպքում մենք կհետևենք։ Չէ, ես ուզում եմ հասկանամ, ինչ կապ ունես թե Վաշինգտոն։ Մեր համազգեստի հետ։ Դրանք ովքեր են։ Դա ձեր Մի վարքան, ինչ իմ։ Ես Հայաստանն եմ, Ես Հասկանալի Վաշինգտոն է, չեմ։ դուք ամեն ինչը կապում եք նրա հետ, որ պետք է մեր տեղական արտադրանքը լինի։ Այ, ես- Մեր տեղում պետք է որոշենք, տեղում պետք է քննարկենք։ Այսինքն ես այդ հայտարարությունը, ես պիտի գնամ Վաշինգտոն այդ քննարկեմ, ինչ համազգեստ պիտի ես հակեմ։ Տրուսիկի բայկի էլ կապած, պիտի հարցնեմ ինչ պիտի հակեմ։ Այնով մենք սպայներ ունենք, զինվոր ունենք, տալես ես այդ համազգեստը, ասում ես միամից հակում ես, ձեմեր համար աշուն գարուն։ Մի հատ նայ ոնց է։ Եվ ասա որ Ռազմավարության ժամանակ էլ վազում ես կրակում ես, նայում ես կես ոնց է պահում։ Ասում ես հարմարը, չէ։ Հա գնում են ամեն դեպքում կհետևենք։ I am Prime Minister for Armenian, հա։ Հիմա անդրադառնանք, քանի որ Ադրբեջանից եւ Հայաստանից ենք երկու տեղերից ենք խոսում այսօր, սենսացիոն ձերբակալում Բաքվում։ Ինչպես կբացատրեք Ռամիզ Մեհդիևի ձերբակալությունը։ Ռամիզ Մեհդիևին ու մեր այս հոգեվորականներին ձերբակալին համարեն նույն օր։ Կապ եք տեսնում։ Ես ես մի բան ասեմ, Ռամիզ Մեհդիևին
իրան մասին ինֆորմացիա տվեց Ռուսաստանը։ Ուրեմն հիմա ինչ անում Ռուսաստան։ Քանի որ նայեք, ռուսների համար հիմա ինչ որ արում են, նույն այդ sense Այսինքն Դուշանբեում եղավ այդ զրույցը։ Այո։ Ինչու համար։ Իհարկե ոնց են ասում արդեն Ռամիզ Մեղցիև Կրեմլում յազվա է դարել, այսինքն հասել արդեն։ Միշտ ասել է Արի Ալիևին փոխենք, բա ռուսը չկարողա է Ալիևին փոխի, մանավանդ էլ ռուս ասում է ինքի կոնկրետ չի ասում ինչ ալնելու, որ Ալիևին փոխում են խոսք օրինակ, բայց մի բան պիտի հասկանաք ռուսի վիճակի չի ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանում ինչ որ մի բան անի, որ փոխեն, ինչ որ մեկին, այդ առաջին։ Նայեք հիմա ինչ է կատարվում։ Ես ասում եմ միայն այն փաստերը, որ մենք հաստատ գիտենք։ Հիմա ինչ որ Տրամպը ասում, Ալիև ասում, Էրդողանն ասում, Փաշինյանն ասում, դա 9-րդ կետն է։ Այս ճանապարհով են գնում։ Աննկարակ դերեք տրիպ, աննկարակ չգիտեմ, դերեք X, Y, դա կարևոր չի։ Նայեք, այս մի շաբաթ առաջ կամ 10 օր առաջ եղել է Թուրքիայի կազմակերպությունը, թուրք ազգերի ինչ որ բան։ Համաժողովը։ Դրանք էլ միջանցքի մասին են ասում։ Ադրբեջանում անցկացրած դրա մասին է խոսքը։ Ասում են միջանցքի մասին, չէ՞, նայեք։ Դուք լսել եք, որ մեր արտաքին գործերի նախարար մի հատ ինչ-որ դեմ ասի։ Այդ ինչ եք ասում։ Եվ վարչապետն ասում են, թող իրենց տարածքում ինչ ուզում են ասեն։ Մեր տարածքում դա Զանգեզուրի միջանցք չի։ Չէ, ես Նիկոլ Փաշինյան չեմ, ախր ես չեմ կարող sense անորմալ բաներ ասեմ։ Ես ասում եմ թուրք ազգեր, իրանց տարածքում, սեփական տարածքում ոնց կարող է լինել միջանցքը։ Խոսք օրինակ ինքի Զանգիլանից մինչև Հորադիս ճանապարհը դնում մտնում է խոսք օրինակ Պարսկաստան, ոնց կարող է իրանց սեփական տարածքում միջանցքը։ Միջանցքը դա նշանակում է դու ուրիշ երկրում տարածք ես բացում ու անունը դնում ես միջանցք։ Եկեք բան չանենք ինչ որ Նիկոլ Փաշինյան ասում է, դա ես գժվելու եմ արդեն։ Ուրեմն ամբողջ այդ պետությունները ասում են, որ միջանցք։ Մեր արտաքին գործերի նախարարությունը պիտի ասի, ինչ եք ասում։ Դեսպաներին կան չի։ Դա բան, մեր սուվերեն տարածքն է, դուք իրավունք չունեք միջանցքը բառը օգտագործեք։ Ես մի անգամ զգուշացել եմ ուզբեկներին։ Ասում դուք լիքը Տաջիկստանի խնդրեմ ունենք։ Սամարկանդում, Բուխարայում, Կականդում, Նամանգանում։ Սկսելու եք խոսալ, ձեր բերաները բացելու եք միջանցքի մասին։ Ես այդ հարցը կբարձրացնեմ ձեր միջանցքի հետ կապված, Սամարկանդի հետ կապված, շատ ցավալի է ելնելու ձեր համար։ Բերաները փակեք նստեք տեղում։ Լսել եք որ մեր արտաքին գործերի նախարարությունը բերանի բացի չէ, ես էլ չեմ լսել։ Հիմա քանի որ այդ Էրդողանը, Ալիևը ասում են միջանցք, լավ, խոսք օրինակ վերցնենք Ալիևը իրան տարածքում ասում է միջանցք։ Բա Թուրքիայում միջանցքի մասին է խոսում, որ ասում է միջանցք։ Այդ ոնց հասկանանք։ Բայց ոնց հասկանանք իրենց բարձր աստիճանի մարդիկ, որ քաղաքական գործիչներ, նախարարներ ասում են հույսով, որ շատ շուտով Թուրքիան եւ Ադրբեջան սահման չի ունենալու։ Ում նկատի ունեն։ Կարող Ուզբեկիստանին։ Իհարկե Հայաստանի մասին եմ խոսում։ Այսինքն Նիկոլ Փաշինյան ինչ կանել ուզում է աչքերի փագի, ադյալով իրան գլուխը ցածկի, չէ, մեր մասին չէ խոսում, չէ, պարոն վարչապետ, հենց Հայաստանի մասին են խոսում դրանք։ Դրա համար ես ասում եմ, մենք պիտի շատ զգուշ լինենք, ասում եմ, դա 9-րդ կետն է։ Նկատի ունեք Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը 9-րդ կետն են իրականացնում։ Փաշինյանը չգիտեմ, Պուտինը, Ալիևը, Էրդողանը հաստատ առաջ են դնում։ Տրամփը որտեղ է մնում այստեղ։ Տրամփը այնա երեք չարաչորոսի տամագավ կայեմ տալիս եմ, ասում եմ մեզ էլա պետք։ Ինք Տրամփը կապիկ։ Չէ, եկեք չվիրավորենք, Կապիկ է վիրավորում, կա։ Չէ։ Կենտանի է, շատ եմ սիրում, շատ։ Պարոն Պողոսյան, ամեն դեպքում այս դերակատարները ով ինչ գործողություն է անում այստեղ։ Սա միայն նայեք, Տրամփը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի ատամներով պահի։ Այսինքն սա Պուտինի հետ համաձայնեցված գործողություն է այս ձեզ։ Այո։
Թրամփը կատարում է Այո։ Ռուսաստանի Չեք տենում, Ուկրաինային ոնց է ստիպում։ Խոսում է, ասում է այն օրը, գալիս այն օրը, որ պիտի արդեն Ուկրաինային զենք զինամթերք տալ, ասում է, չէ, մեզ էլ է պետք։ Հասկանում եք։ Էդի ոնց հասկանանք։ Արդեն վերջ օրն է, չէ, այսօր Զելենսկին գալիս է Միացյալ Նահանգներ, արդեն դեղ է։ Վաղուց արդեն դեղ են։ Հենց գալիս այնտեղ ասում են մեզ էլ է պետք։ Արդեն որովհետև ստիպված նայեք ես ասում Զելենսկին ինչ համար են բերել։ Զելենսկի չի իմացել որ զանգելու են Պուտինին։ Որ ասեն այստեղ ես զանգեմ Պուտինի հետ խոսում հետո քո հետ կնարկեմ, հաստատ Մակրոն էլ կգա, մեծ էլ կգա Գերմանիան կանցլերը, որ Զելենսկի մինակ չմնա։ Դրանք ասում են իբրև այստեղ զենք զինամթերքի մասին խոսանք, որ Մակրոնը ու Գերմանիայի կանցլերը չհասկանա ինչ է կատարում, որ չգան պաշտպանեն Զելենսկուն։ Ամերիկացը իրան քաշում են, տանում են Միացյալ Նահանգներ, հիմա ստիպելու են դեղ ինչ որ պետք է ասելու, բայց իմ կարծիքով ոչ մի բան չի անցնելու։ Զելենսկի հաստատ ասելով է չէ, որովհետև գիտի որ Ֆրանսիան եւ Գերմանիան միշտ կետիվից կաղնացեն։ Բայց Թրամփը ամեն ինչ անում է, որ աջակցում է Պուտինին։ Այդ առաջ։ Երկրորդը ստեղ հետաքրքիր ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյան։ Հիմա քան հետաքրքիր է այն ինչ որ ասում է Էրդողանը, Ալիևը, Պուտինը։ Իրանց դրանք այդ թեման չեն փակել։ Եթե Նիկոլ Փաշինյան ասում է Միջանսկի թեման չկա, ասում ենք։ Այսինքն, չէ, ասելու քիչ բան։ Միջանսկ չկա։ Ես էլ կարամ ասել, բաղը թռնում եմ կոսմոս։ То իրանց ստորագրությունը ամսի 9-ից հետ կա։ Այո։ Այն ժամանակ ասենք, հա Նիկոլ, օքեյ, հավատում ենք, քանի որ նայենք, դեռ գրած է, չէ, Միջանսկը բառը չկա, չէ, բայց Միջանսկը նշած է։ Եթե դեռ գրած է, որ մտնում են իրավիճակության տակ վերցնում է Ռուսաստանը սահմանապահ զորքեր, FSB-ի սահմանապահ զորքերը գալիս մտնում են ու վերցնում այդ ամբողջ կոնտրոլի տակ Հայաստանը դեռ գոյություն չունի, դա Միջանսկն է։ Դու կարող բառը Միջանսկը չնշեք, բայց դա Միջանսկը, ում ուզում են էշի տեղ դնեն մեզ, ու չի ստացվելու։ Դրա համար ես ասում, եթե Փաշինյանը ասում է Միջանսկը չէ, 9 կետից 8 կետ ինչ որ կապված եղել է Հայաստանի հետ, ոչ մի բան արված չի։ Չէ, ինչ որ եղել է, մենք անենք։ Հայաստանը ոչ թե արեց, այլ մի բան էլ ավել է։ Մենք արել ենք։ Ավել են արել։ Իրան վրա է վերցրել։ Ինչ որ կապված պատասխանատվություն ինչ որ վերցրել է Ռուսաստանը եւ Ադրբեջան, ոչ մի բան չեն արել, այդ առաջինը։ Միջանսկը չի մնացել, Լաչինի Միջանսկը որ ասել են։ Էթնիկ զտումներ ա եղել, Արցախից 120,000 մարդ դուրս է եկել Արցախից, այսինքն մնացած կետերը խախտումներով գնացել։ Փաշինյան պիտի ասել, դրերք, ինչ որ կապված ա եղել Հայաստանից, ես արել եմ իմ փայը։ Դուք չեք ապահովել ոչ մի բան։ Աջակցություն, ստեյսություն, բարի ճանապարհ։ Իմ ստորագրությունը հետ եմ քաշում։ Այն ժամանակ ասենք ապրես։ Մարադես քեզ։ Բայց այն ինչ որ արվում է, դա 9-րդ կետն է։ Մանավանդ որ վարչապետը գնում է Թուրքիան ասում է Տուրանը վտանգավոր բան չի։ Ասում է վիշապի օրինակ է բերում, որ գլուխակտում, ասում է դու էլ ջուր խմի։ Ամփոփենք, պարոն Պողոսյան, փաստորեն ամեն դեպքում Միջանսկի հետ կապված այդ զարգացումներ կլինեն։ Դուք ասացիք, որ Ռամիզ Մեհդիևի եւ մեր Արագածոտնի թեմի այդ առաջնորդարանի հետ կապված իրադարձությունները սինխրոն եղան։ Ինչ նկատի ունեք։ Ով էր այստեղ երակատարը, ով էր խաղի կանոնները թելադրում եւ ինչու եք այդ կարծիքին, որ սրա հետ կապված ինչ է տեղ ունենում։ Ռամիզ Մեհդիևին, Ռուբեն Վարդանյանին։ Դրանք միասին չէ, պրոստը ասում անուններ եմ տալիս։ Արայք Արությունյան, Դավիթ Բաբայան, Բագոս Սահակյան, Արայալի Գուկասյանին հանձնել են Ռուսաստան։ Ինձ եթե մեկը կարող ապացուցի, կամ պիտի ինձ համոզի, որ Ռուսաստանը որ ուզենա իրանց հանի չի կարող հանի, ես պիտի էշ շինեմ, որ հավատամ։ Մանավանդ ես ասեմ սենց։ Ռուբեն Վարդանյանը, որ պլանավորվել է ոնց պիտի դուրս գա այդ մարշրուտով, մի քանի օր առաջ մինչև այդ մենք խոսացել ենք հեռախոսով, ես դաժե ասել եմ,
ինձ հեռախոսով ոչ մի բան մի ասա։ Դե գիտեք, մի 10,000 ավտոյով դուրս են գալի, չէ՞, ժողովուրդ։ Հենց գալիս են այն ավտոյի մեջ, որտեղ եղել է նստած Ռուբեն Վարդանյանը։ Ոչ մեկը չի բացել, ինչ ավտոյով է գնում, որտեղից դուրս է գալիս, ժամի քանիսը որտեղից գալիս մտնում է։ Իրան հետևել են հենց այնտեղ ներսում։ Հենց ներսում են հետևել իրան։ Ովքեր։ Ռուսաստանը։ Ռուսները։ Բանը իրենց խաղաղապահ զորքերի մեջ հակայտը խոսություն ա եղել, դրանք են հետևել։ Հատուկ ծառայություններ մեջը կա միշտ, ավտանգությունն են ապահովում։ Դրանք են հետևել, դրանք են հասնել։ Հիմա Ռուսաստանը ոնց աշխատում։ Հայաստանում։ Դրանք հանդիպում են ամբողջ պրոռուսական ուժերի հետ։ Այդ դանդալոշներ վստահելով, որ իրոք Ռուսաստանը գիտեք, չէ՞ ոնց աշխատում, գնում են Մոսկվա, մի հատ հավաքարանի հետ Կրեմլին հանդիպում են, հավաքարանի հետ։ Այդ հավաքարանը ասում է դուք եք։ Մենք ձեր հետ ենք, կօգնենք։ Եկեք պատմեք ինչ պլաններ ունեք, ոնց եք անելու։ Հիմա Ռուսաստանը ամբողջ այդ ինֆորմացիան հավաքում է։ Ու ինչ անում։ Տալիս է Նիկոլ Փաշինյանին։ Ну, չգիտեմ, անզապ Նիկոլին են տալիս դա հատուկ ծառայություններին, բայց Ռուսաստանը հազնում է այդ ինֆորմացիան ստեղ։ Ինչ խաղ է փաստորեն, ինչ խաղ է սա։ Էդի խաղ չի, իրաց պետքա, նայեք, էդ ես թևերով եմ ասում։ Այսինքն միտեղ տեղեկությունները հավաքեց տվեց Ալիևին, միտեղ տեղեկությունները հավաքեց տվեց Փաշինյանը մնա 26 թվում։ Այդ իրաց պետք է, չի նշանակում մեր ազգի համար է պետք։ Նայեք, ինչու համար են անում։ Ես չեմ կարող ասում ում են տալիս այդ ինֆորմացիա, ում միջոցով են փոխանցում, բայց մի քանի բաներ արդեն գիտեմ ում միջոցով ինչ ինֆորմացիա տալիս են։ Պրոստո ուղղակի ես ուզում եմ դիմեմ այդ պրոռուսական ուժերին։ Այ որ ցես փալազը նման օգտագործում են։ Եկեք չվիրավորենք, ամեն դեպքում մենք մեր փալազ։ հա, նկատի ունեմ ավելի կոռեկտ բան։ Նայեք, ես չեմ ասում փալազ, ասում դրանք փորձում են ցես օգտագործել փալազը նման։ Այդ է, բա որ գալիս ես իրանց հետ հանդիպում ես, հեքիաթներ ես պատում, սենց ենք անելու, նենց ենք անելու, եկեղեցու ձգել են կառուցության դաշտի մեջ, էս ենք անում, են ենք անում, դրանք ասում են հավաքում են, ուղարկում են ստեղ, ինչու համար, դրանք մնան, դուք էլ ռուսների հաշվարկով տենց է, 30-35% պիտի ընդդիմություն լինի, մնաց չէ, այսինքն պրոռուսական թևը պիտի լինի այնտեղ, բայց չկան իշխանությունը վերցնեն։ Արդեն երկար ճանապարհ են անցել ռուսների ստեղ, ոչ թե այս օպոզիցիայի հետ։ Այդ առաջինը թվերներ կա։ Ես հիմա չեմ ուզում ասեմ այն մարդուն, որ Ռուսաստանը հատուկ ծառայությունում գործից հանել են, մի հատ մարդ էլ կա նախագահ շադակազմից են հանել, դրանք կապված են եղել։ Այդ մեխանիզմը ոնց է աշխատել։ Խոսք օրինակ ինդուբությունը ստանում աստեղ, ես պրոստը թիվ եմ ասում, հոտից բռնած, ես համակարգի մասին եմ ասում, տալիս են խոսք օրինակ $1 միլիոն։ Թե Նիկոլ Փաշինյանն ասում է աշխատավարձ եք ստանում կոնկրետ գործողությունների համար դրսից։ Ես ասում եմ, նայեք, խոսք օրինակ $1 միլիոն տալիս են, որը մեկից 80% դու պիտի հետ տաս։ Այսինքն գալիս է մի հատ մարդ Ռուսաստանից, հատուկ ծառայությունից կամ նախագահ շադակազմից։ Խոսում է ձեր հետ, դուք ասում եք սենց եմ անելու, նենց եմ անելու։ Ինքը ցես տալիս է խոսք օրինակ $1 միլիոն ռուբլի, խոսք օրինակ, որը մեկից 80% իրան հետ եք տալիս։ Իրան գրպանի համար։ Ինքը ասում է, աչոտ ես անում, իբրև մի բան ես անում, մենք փոխանցում ենք իբրև գործ ես անում, մնացած ոնց ուզում ես ծախսի։ Հավաքում են, հանդիպում են բոլորի հետ, ինֆորմացիա են հավաքում, հետո հանձնում են ստեղ։ Այ ես ես ասում, այ որ ձեզ էշի տեղ չդնեն, ես սաղին ասում եմ, Արմեն, սաղ այդ դրոշներ, ինչ կան, դրոշներ կա, Եվրոպայի դրոշը, շպրտում եք, միասալ նախագների դրոշը, շպրտում եք, ռուսականը դրոշը, շպրտում եք, գալիս կանում եք մի հատ
Հայկական դրոշի ներքո։ Так. Եթե չէ, ու այդ առաջին, երկրորդ ամբողջ ուժերը, ամբողջ այդ պրոռուսական պիտի դառնան պրոհայկական, պրոեվրոպական պիտի դառնան պրոհայկական։ Այդ որ ասում ես պրոհայկականը, բայց պրոեվրոպականը։ Հիմա հարցս հետևյալն է. ինչ պետք է անել այստեղ հոգևորականները, որ կխանգարեին Պուտինին, եւ ինչ էր անելու, արդյոք իրոք Ռամիզ Մեհդիևը հեղաշրջում կարող էր անել Ադրբեջանում։ Դրանք նայեք։ Ոչ թե Պուտինին են խանգարում։ Ով ասել որ դրանք Պուտինին են խանգարում։ Ну, նախավարաч ես չգիտեմ, այսքան ռուբլի որտեղից է, այսքան դոլարը որտեղից է, այսքան եվրո որտեղից է։ Այդ առաջին ասում են մարտի գալիս դնում են։ Դե պաչկեկով են դնում։ Այդ առաջինը։ Երկրորդը, ես ինչ համար ասում, ես անուն ազգանուն այն մարդու գիտեմ։ Այդ Աստվածի ծառայողներ ես անուններ չեմ ուզում տամ։ Չեմ ուզում, պրոստը ուղղակի չեմ ուզում։ Բայց գիտեմ Ռուսաստանում իրանց կոռատերը ով է եղել։ Այս ամենի մասին կարող է ձեզ կանչել եւ Չէ, ես չեմ ասելու։ Ասում ես եթե ինչ հասկացա, չեմ ասելու։ Այդ իմ իրավունքն է, չեմ ասելու։ Թող գնան աշխատեն, ես աշխատավարձ չեմ ստանում դրա համար։ Թող գնան, հետաքրվեմ ով ինչ։ Հիմա այդ մարդը չկա, գործից հանել են։ Ու ես հենց ասեմ, մեր հատուկ ծառայությունները շատ լավ ինֆորմացված են, շատ լավ։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է լրատվությունից եմ իմացել, ինչ է կատարվում Դա օպերացիա է։ Չէ, բայց չեն կարող ասեն, չէ, փոխանցել են։ Բայց այս անգամ կարծես անաղմուկ սկսեցին անելը։ Ինչն էր պատճառը։ Եթե նախկին դեպքերում հիշում ենք մենք, Նայեք, ինձ միշտ ասում են դուք արձագանքեք ինչ տեղա ունեցել։ Այ Ժորժ ջան, ես կարամ արձագանքեմ, որ հա ինչ որ եկեղեցու հետ անում են, շատ վատ բան է։ Ընդհանրապես եկեղեցու չի կարելի ձգել քաղաքական դաշտի մեջ։ Չի կարելի, դա անընդունելի է։ Անընդունելի է, նույնը անընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է եկեղեցու մեջ։ Բայց sense բան է ստացվում, եթե եկեղեցու մտնում է քաղաքական դաշտի մեջ, Նիկոլ ասում է ես իր փակ ասեմ, ես էլ եմ մտնել եկեղեցու։ Երկու կողմից այդ process-ը գնում։ Առաջի հետում ում ես մեղադրում եմ Ինդումություն, որտեղ դրանք են ձգում, եկեղեցու ասում են քաղաքականացնում են իրանց։ Սենց բաներ մի արեք, դա շատ վտանգավոր քայլ է, չի կարելի։ Եկեղեցու իրան գործով է զբաղվում, դուք ձեր գործով զբաղվեք։ Նիկոլ Փաշինյանը իրան գործերով։ Քանի որ դուք եկեղեցու քաշում եք, քաղաքականացնում եք, Նիկոլ ասում է, եթե ասում եք ես Նիկոլին չեմ պաշտպանում, ես ասում այդ process-ը ոնց է գնում։ Եթե դուք ասում եք Այսինքն Նիկոլ ոնց է մտածում, ասում է, եթե դուք ասում եք սահմանադրության օրենքով, ես իրավունք չունեմ մտնեմ եկեղեցու մեջ, նո խարդվեմ իրան գործերի մեջ, նույն սահմանադրությունը մեջ գրած է։ Իշխանությունը իրավունք չունի, եկեղեցին իշխան։ Եթե դուք իրավունք, ես իրավունք չունեմ, դուք էլ իրավունք չունեք, եթե դուք համարվում եք դուք իրավունք ունեք, ես էլ իրավունք, այսինքն դուք անում եք, ես ասում եմ գաղափարը ինչ համար է։ Դրանք մտածում են տենց, ինչ կան Նիկոլ Փաշինյան հարձակվի եկեղեցու իրա, այսքան շատ մարդիկ դժգոհում են, կամաց այդ աճում այդ բանը։ Ու սաղ մարդիկ դուրս են գալու պաշտպանելու են իրանց։ Բայց հակառակ process-ը ստացվում, քանի որ դրանք տենում են, այս գործի մեջ խառնված են նախկիններ, ժողովուրդը ասում է, ես չեմ գնալու, չեմ կաղնելու։ Ինչու՞։ Որտեղ դու գիտեք այդ նախկիներից յախք են անում, չեն ուզում։ Դրա համար ես ասում եմ, ամբողջ առողջ ուժեր, ով պրոեվրոպական է, մի ասեք ես պրոեվրոպական եմ, բայց պրոհայկականը չկա սենց բան, մոռացիք դրա մասին։ Պրոռուսական չի կարող դառնա պրոհայկական, պրոամերիկական չի կարող դառնա պրոհայկական։ Դուք կամ պրո եք, կամ ստեղ եք պրո։ Դրա համար ես ասում եմ, սա դրոշները վերցնում եք, շպրտում եք, կոպիտ ձևով։ Սա միավորում ենք, կոչ ենք անում նախկիններին, որ յանտան քաղաքական դաշտից, մաքրվում եք, ասում եք, էլ ծելի հետ գործ չունենք, ծելի մասին մոռանում ենք ամեն ինչ, այն ժամանակ Նիկոլ մի օր էլ շանս չի ունենալու։ Ոչ Նիկոլն, իմ նպատակը Նիկոլ չի, իմ նպատակը Հայաստանը փրկելն է։ Այսինքն այս իշխանությունը 26 թվում չի մնալու, եթե մենք գնալու ենք այս ճանապարհով, եթե Ռոբեկը չի մասնակցելու,
Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է, Նիկոլ մնալու է վարչապետ։ Եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետ։ Եթե ՀՀԿ-ն մասնակցելու, Նիկոլ Փաշինյանը մնալու է։ Եթե Արտուր Վանեցյան, Սամվել Բաբայան, Արամ Թաթոյան, դրանք մտնելու են Արման Թաթոյան ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը մնալու է։ Ես ասում, սաղ այդ ուժեր պիտի յանտան, նոր ուժեր։ Ես ես ասում, 65-ից մինչև 72% մեր ժողովուրդը սպասում է նոր ուժին։ Ոչ թե անձին։ Ժողովուրդը ասում է սենց, մենք գնալու ենք ուժեղ, պրոֆեսիոնալ թիմի հետևից։ Այդ չի նշանակում ինչ որ ես ասում առողջ ուժեր, 90 խոսք ունենք 100 հատ կուսակցությունների, որ մենք հավաքում ենք, 2-3 կուսակցություն կարող է մեջ ունեն 2-3 պրոֆեսիոնալ։ Մնացած ուղղակի պիտի միանան, հասնել մեր նպատակին, ընտրություններին, որ այդ կառավարական պայմանագիրում ոչ մի բան չի ստացվի, ու դրանք շանս չունենան։ Եթե ասում եմ, այդ դրանք ում ես անունները տվել եմ, մասնակցելու են բանին, ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը ամեն օր ծեր կենացներ առավոտ 50 գրամ կանյակ խմել, ասում Ռոբիկ, Գագիկ, չգիտեմ, Թաթոյան, Այդ սրտիկներում է ուղարկում առավոտյան։ Իրաց ուղարկում։ Չէ, ինքի Կաշպիրովսկի այս քշել աշխատել։ Կաշպիրովսկի նման է դարել, սենց անում։ Ես ժողովրդին ասում, ժողովուրդ ջան, ջուր դրեք։ Տելևիզորի կողքը ջուր դրեք, մի հատ կարող է էներգիա տալիս, բայց հանկարծ չխմեք, կարող տունավորվեք։ Ես ասում եմ, ինքի կենացներ ախում եմ, 21 թվին եմ ասել։ Այդ Ռոբիկի թիմին եմ ասել, ասում եմ, որտե դուք մասնակցում եք, Լևոն Տեր-Պետրոսյանն եմ ասել։ Եթե դրանք սաղ նախկիններ։ Իսկ Սամվել Կարապետյանը որտեղ է մնում։ Այ ապրեք, լավ հարց եք տվել։ Ուրեմն Սամվել Կարապետյանը բերում է բերելու է Կարեն Կարապետյանին։ Ընդ որում հանրահավաք են անելու վաղը։ Նայեք, նույնը մոռացել եմ Սամվել Կարապետյանն անունը կամ։ Եթե Սամվել Կարապետյանը էլ է մասնակցելու, Նիկոլ էլ է մնալու։ Մանավանդ տվյալներ ունենք, որ իրանց բանը Կարեն Կարապետյանը։ Տեխնացուն վարչապետի։ Երևի դա, հա։ Ուրեմն Կարեն Կարապետյան անընդունելի է Հայաստանի համար, ամբողջ իրան բիզնեսներ, ամեն ինչ բան, ինքը շատ կախված Ռուսաստանից։ Ինքը չի կարող աչքը բացի կամ փակի, որ առանց Ռուսաստանից թույլտվություն եթե չի ստանում։ Մինչև Ռուսաստանը չի ասում շնչի, արտաշնչի, ինքը չի կարող անի։ Դրա համար ես ժողովրդին ասում եմ, Կարեն Կարապետյանը թող մնա Մոսկվայում, այդ առաջինը, երկրորդը հասկանում եք, Սամվել Կարապետյան լավ բիզնեսմեն, կարող է լավ բիզնեսմեն, ես չգիտեմ, ես բիզնեսի հետ իրար չեմ աշխատել, բայց ինքը քաղաքական գործիչ չի, իր թիմի մեջ քաղաքական գործիչ չկա, նույնը Կարեն Կարապետյան ինքը քաղաքական գործիչ չի, երկրորդ ինքը էլի Կրեմլինն է, մեզի պետք չի, ոչ Կրեմլինն է պետք, ոչ Բրյուսելն է պետք, ոչ Վաշինգտոնն է պետք, մեզի պետք է հայեր ու Հայաստանը, դրա համար Կարեն Կարապետյանը Հայաստանում հետ շանս չունի։ Elə ժողովուրդը մի հասկանա, չէ՞ վերջապես 20 թիվ ցես բավարար չի եղել։ Դուք չեք տեսել, որ Ռուսաստանի մատը խառնա ոտից գլուխ։ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիի օրինակի մասին էր խոսում։ Ռոբերտ Քոչարյանը Բայց Լևոն Քոչարյանին էլ հարց տվեցին լրագրողները, ասեցին Հանրապետական կուսակցության հետ կարող եք ինչ որ միավորվել, ասեցին ոչ։ Ուրեմն դրանք շատ բաներ են ասում, շատ բաներ են երգում։ Ես մի բան ասեմ։ Դուք իրոք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը դվյալներ չունի, որ կարա վաղը գնա Ռոբերտ Քոչարյան 20 տարի նստացնի, մեր հատուկ ծառայությունն այսպես ինֆորմացված չի, իրաց առած գործերի մասին։ Նկատի ունեք դեռ գործիքներ ունի Նիկոլ Փաշինյանը, որոնց դեռ չի դիմել։ Չէ, չի ուզում իրան նստացնել, Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի համար պետք է։ Պետք է ինքը բանն է, վախացնում է, բանն է, Գալիվուդի ֆիլմ ուժուսն է, մեր ժողովրդի համար, նայ Ռոբիկն է գալիս, ժողովուրդը ասում է, օհո, չէ, ավելի լավ Նիկոլ մնա։ Դա համար ես Ռոբերտ Քոչարյանին ասում, Ռոբերտ, որ դու ասես չեմ մասնակցում, ոչ քու մարտիկ, ոչ թիմը, ոչ մի բան, ոչ մեկը, ոչ ՀՂԿ-ն, ոչ Թաթոյան, ոչ Գագիկ, ոչ Արտուր Վանեցյան, դուք քաղաքական գործիչ չեք, էլի դուք եղել եք իշխանությունում, ձեր առած գործերը տեսել եք, Արտուր ախպեր, չնեղանաս, իրար լավ ճանաչում եք, եղել ես էլի ԱՑ-ի տնօրեն, ոչ ռազմետկա է սարքել, ոչ կոնտրազվետկա է սարքել։
Քանի որ խոսեցիք հետախուզության մասին, հասկանալի է այդ հատվածը շատ հակիրճ 2 րոպեվա ընթացքում, եթե կարող եք։ Անցած անգամ երբ մենք հանդիպեցինք, Մերձավանի սպանության դեպքերին անդրադարձանք, դրանից հետո մի քանի սպանություններ աղմկահարույց եղան, պարոն Պողոսյան։ Սա ինչի մասին է խոսում։ Դրան խոսում է Ընդ որում դանակահարություն 3 է նորից 21 տարեկան, 2-26 տարեկան երիտասարդներ են տեղափոխվել Շենգավիթի եւ Էրեբունի բժշկական կենտրոններ, նայեք, Լորիում, ես սա դեպքերի գիտեմ, մենք ունենք վերլուծական կենտրոն, որ սա ինֆորմացիա ինչ որ կատարում է Հայաստանում։ Ինչ է կատարում, սա ինչպես Փակ եւ բաց մենք ստանում ենք։ Էդի նշանակում է շատ ցածր օպերատիվ մակարդակը Հայաստանում, օպերատիվ մակարդակը։ Համ ԱՑ-ի գծով, համ էլ ոստիկանների գծով։ Այդ նշանակում է փողը բավարարչի ասեմ ինչու՞մ է։ Դուք հատուկ ծառայություններ միշտ ստեղծում են դրանք անպայման պիտի ունենան գործակալներ, որ պիտի ինֆորմացիա հանձնեն, որ ինչ է պատրաստում։ Դանիել Իոնիսյանը մի ինֆորմացիա հանձնեց, ասեցին դանոսչիկ է։ Ես կլոունների մասին չեմ խոսում։ Լավ, եկեք մի վիրավորեք մարդկանց։ Մի վարքյան, հիմա դուք եք վիրավորում։ Չէ, չեմ վիրավորում, ես Չէ, մի վարքյան, Տիկի Մարիան, մի բան ասեմ։ Կյանքում ցիրկ գնացել եք։ Հապա։ Չէ, գնացել եք կյանքում, գոնի մի անգամ։ Կլոունները տեսել եք, այսինքն դուք հիմա ասում եք, այդ փեշակը, որ կոչում է կլոուն, դա վիրավորանք է։ Չէ, նկատի ունեմ դուք մարդը իր աշխատանքն են ընդհանրապես կատարել, կլոունը ծաղրացուն իր աշխատանքն է կատարում։ Բայց ես ասում, ինքը կլոունի դեր է խաղում։ Հիմա ձեր ասած այդ գործակալները ինչ պետք է անեն, անընդհատ պետք է Նայեք, եթե դուք գործակալների համակարգը չեք ստեղծում, դուք չեք կարող իմանալ, խոսքինակ պատկերացնեք sense։ Կա մի հատ խումբ 10 հոգի անձնագործներին հավաքել մի հատ թիմ են ստեղծել։ Վաղը պլանավորում են հարձակվեն մի հատ խոսքինակ բան գրավեն, վերցնեն։ Եթե դուք այդ մեջը դրանց մեջ գործակալ չունեք, դուք ոչ մի բան չեք կարող իմանալ։ Դրա համար Եթե ես խոսքյունակ, եթե դրանք ամսեկանս, խոսքյունակ։ Բայց դուք ավելի մեծ ծավալ բաների մասին եք խոսում, իսկ օրինակ երիտասարդների այդ վեճը, գործակալը որտեղ պետք է լինի, թաղամասում պետք է լինի շենքում։ Ամեն ինչ օպերատիվ աշխատանքը պահանջում է գումարը։ Գործակալներ, խոսքյունակ, ոչ թե միակ թիմի մեջ, անձագործների մեջ, այդ բանը գոհական աշխարհի մեջ անձագործները նստած են, միշտ էլ եղել են դրանց մեջ, բայց գործակալն ինչ է նշանակում, այս աշխարհից, որ ինքը գալիս ասում է իրան օպերին ասում է, այստեղ խոսքերնակ կա վաչո, խաչո, դրանք շատ սենց տեղերք են, որ վաղը չեմ այսօր կարա մեկի դանակով խփեն, այսինքն ինչ արվում, տաղամասում ասում են այդ ուչասկովին բանը, տեղային ասում են ուշադրություն դարձրու, մեկ էլ կանչի խոսա, պրոֆիլակտիկա արա, մի այդ աշխատի, կամերեք եք դնում, այս բաները ամի, այսինքն դա լուրջ գործ է։ Ես ինչքան ոստիկանների հետ խոսացել եմ, տեղ երկու ծանոթ ունեմ, որ լավ օպերներ են բան։ Դրանք ասում են այս ավոտան, ասում եմ, եթե մարդ խոսք օրինակ ինքը իրան գողությունով ամսական $1000 ստանում է խոսքինա փող աշխատում, ես չեմ կարող իրան առաջարկեմ $100 ամսական, որ ինքը մեր վրա աշխատի։ Ես ուզում եմ ասեմ, լուրջ խնդիրներ կա, այդ նախ եւ առաջ պրոֆեսիոնալիզմը կորցրած է, որովհետեւ այն նախքին ոստիկաններ արդեն չկա։ Ջալ տեղեր են գալի ժամանակապետ միջև սովորեն բամը։ Այդ առաջի, երկրորդը գումարը պետք, անպայման։ Երրորդը ոչ թե պարետներին աշխատավարձը պիտի բարձրացնեն, այ օպեր սաստավի աշխատավարձը պիտի շատ ուժեղ բարձրացնեն։ Հետո բողոքը մեկը, ոնց որ գիտեք, զենք զինամոթել չունես, ասում ես բանը, պատերազմը խեյք սենց է ստացվել։ Այս բան չունենք, ասում ենք, պատերազմը սենց է ստացվել։ Բայց հիմա ասում եք, ինչու սենց է դանակով խփում են, կրակում են իրար, որովհետև օպերները կանակը բավարար չի, երկրորդը աշխատավարձը ծածր է, երկրորդը լիքը խնդիրներ ունեն, ես խոսքինակ որ տղեր կցանոթ ունեմ, մոտ ինգեներներ ունեմ, օպերներ, բնակարների հարցը լուծված չի, այս բան չկա, այն չկա, այն չկա,
նու լիքը պրոբլեմներ ունեն, ոչ թե միակ իրաց մոտ, աղացոյում նույն բանն է։ Այսինքն օպեր սաստավին մենք պիտի ուժղացնենք։ Իհարկե դրանք պիտի ծառայեն մեր համար, ազգի համար ու սահմանադրության օրենքի համար։ Բայց ցավոք սիրտի մի ժամանակ ծառայել են Ռոբերտ Քոչարյանի համար, հետո ծառայել են Սեյժ համար, հիմա ես իշխանության համար մեր օրոքով հատուկ ծառայություններ եւ ոստիկաններ ընդհանուր ուժային կառույցներ կծառայեն պետության համար, կպաշտպանեն սահմանադրությունը ու ծառայեն հասարակ մարդու համար։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պողոսյան, այսօրվա հաղորդման համար կարծում եմ հրատապ եւ արդիական թեմաներին անդրադարձանք։ Կհանդիպենք այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։